Գյումրու ավագանու արտահերտ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների հիմքով քննչական կոմիտեում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ, հատկանիշները տարատեսակ են՝ քվեարկության գաղտնիության խախտում, ընտրական իրավունքի իրականացման, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացման խոչընդոտում, ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաների հափշտակում, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի տարածում ու խուլիգանություն։ Խախտումներ են հայտնաբերել նաև անկախ դիտորդ առաքելության ներկայացուցիչները։ Ընդհանուր արձանագրվել է 61 խախտում 41 տեղամասերից, դրանցից ընթացակարգային խախտումները 16-ն էին, որից 10 Գյումրի 6 Փարաքյար, ընտրողների կազմակերպված տեղաշարժ Սա մի երևույթ է, որ լատենտային բնույթ է կրում, դրա համար ոչ միշտ հետևում ենք, մենակ մի դեպք ենք նկատել Փարաքյարում, ընտրողների ուղղորդման 7 դեպք, որից 5 Գյումրիում, 2-ը Փարաքյարում, վիճաբանություն տեսել ենք 4 դեպքում, 2 Փարաքյար, 2 Գյումրի, բաց քվեարկություն կամ քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որից 3-ը Գյումրի, 2-ը Փարաքյար, դիտորդի իրավունքների խախտման, ուրեմն 3 դեպք ենք տեսել, գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում ներկայության 12 դեպք, քվեարկության նյութերի հափշտակում կամ վնասման 3 դեպք, 3-ն էլ Գյումրիում եւ իրավասու մարմինների անգործության 3 դեպք։ Գյումրիում ընտրակաշառքի դեպքով ձերբակալություն է եղել, այս տեղեկությունը հաստատել է նաև հակակոռուպցիոն կոմիտեն։ Մեր քաղաքը դաշինքի ավագանու անդամի թեկնածուն եւ մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով։ Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ այս դեպքով մանրամասների չի տիրապետում, տարբեր տեղեկություններ են ստացել կաշառք տալու դեպքի, վայրի, չափի մասին, բայց քանի որ հավաստիության մասով լիարժեք վստահ չեն բարձրաձայնում։ Եվ այստեղ մասնակցություն ունեցել շատ հետաքրքիր, ես ձեզ ասեմ, եթե այդ ինֆորմացիա, բայց նորից, քանի որ վստահ չեմ ասի, եթե այդ ինֆորմացիաները ճիշտ են, շատ հետաքրքիր դերակատարներ ու շատ հետաքրքիր վայրեր, որտեղ որ ընտրակաշառքը ըստ այդ տեղեկությունների բաժանվել է։ Ոչ հետաքրքիր եւ ոչ ստանդարտ։ Նախընտրական շրջանում եւ ընտրության օրը անկախ դիտորդը 5 հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններ, պաշտոնեական դիրքի չարաշահման, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման, քարոզչություն պարտադրելու, դիտորդի գործունեությունը խոչընդոտելու եւ քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով։ Մենք ներկայացրել ենք նաեւ մի շարք հաղորդումներ վարչական իրավախախտումների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես նաև Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը մի քիչ բացառիկ է ընտրությունների կոնտեքստում, մասնավորապես ուրեմն քարոզարշավին մասնակցելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզարշություն իրականացնելու մասով Մասնավորապես խոսքը Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի մասին էր այս դեպքում, ով քարոզում էր Հայաստան դաշինքի օգտին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից էլ անկախ դիտորդը վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր է արձանագրել։ Մասնավորապես քարոզարշավի ժամանակ թեկնածուն խոստացել է ճանապարհներ ասֆալտապատել, սակայն որպես միջանկյալ լուծում մինչև ընտրությունները շեբենապատել են ճանապարհը։ Անկախ դիտորդը Գյումրու 2 տեղամասերում արտարոց ակտիվություն է նկատել։ Ընտրատեղամասերից մեկը կապվում է Վարդան Ղուկասյանի, մյուսը Սարիկ Մինասյանի անվան հետ։ Ըստ Իոաննիսյանի այստեղ առավել բարձր մասնակցություն է գրանցվել առավոտյան ժամերին։ Առավոտյան ժամերին բարձր մասնակցությունը քաղաքային բնակավայրերում մենք համարում ենք ոչ բնական, առավել եւս երբ որ այդ բարձր մասնակցությունը բնակավայրի նույն բնակավայրի այլ հատվածների համեմատ ավելի բարձր է, որտեղ քաղաքային բնակավայրերում առավոտյան մարդիկ նախընտրում են քնել։ Եվ երբ որ քնելու փոխարեն առավոտ շուտ գնում են այցելում են ընտրական տեղամասեր, մենք փորձում ենք հասկանալ մարդկանց այդպիսի վարքի պատճառները, առավել եւս եթե նույն քաղաքի այլ հատվածներում մարդիկ 2.5-3 անգամ ավելի քիչ ակտիվություն են ցուցաբերում առավոտյան ժամերին 8-ից 11-ի միջակայքում։ Եվ երբ որ տեսնում ենք, որ հստակ կորելացիա կա, օրինակ առավոտյան ժամերի ակտիվությունը այն տեղամասերում է, որոնք ավելի շատ ասոցացվում են կրիմինալի հետ, որոնք ավելի շատ ասոցացվում են այս կամ այն հնարավոր ազդեցության հետ, մենք գալիս ենք այն եզրակացության, որ հավենային հավանականությամբ այդ բարձր մասնակցությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ տարածքում կա ենթարկեցված որոշակի էլեկտորատ։
Գյումրիում ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքը պատրաստվածության առումով զիջում էր փառաքարին, արձանագրել են անկախ դիտորդները։ Իոաննիսյանի խոսքով Գյումրիի որոշ հանձնաժողովների նախագահների աշխատանքը կոմպետենտ չի եղել։ Հայտնաբերվել են նաև դրոշման իշերի ու ծրարների որակի հետ կապված խնդիրներ։ Անկախ դիտորդը խախտումներ է նկատել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԱՅԱՔՎ եւ Գյումրու առաջընթաց առաքելությունների աշխատանքում։ Դիտորդները տարբեր ընտրատեղամասերում ներկայացել են կամ որպես վստահված անձ, կամ այս կամ այն ուժի հետ կապված անձ։ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է նաև ընտրությունների մասին իրենց գնահատականը։ Չնայած խախտումների դեպքերին Գյումրիում քվեարկության արդյունքները ընդհանուր առմամբ արտահայտում են ընտրողների կամքը։ Փառաքարում ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու հիմք ևս անկախ դիտորդը չունի։ Մուշեղ Իսախանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։